պարբերաբար ես նկատել եմ, որ լինում եք անհետ կորած, զոհված, ինձարաղների հարազատների ակցիաներին, ձեր տեսակետը այս կատարվողի վերաբերյալ, ձեռքերը կարծեք լվացել են իշխանությունները, պատկան մարմինները, ի վերջո ում դաշտում է լուծումը եւ ումից ակնկալեն։ Անշուշտ շատ զգայուն թեմա է սա եւ շատ, այսպես ասենք, ցավալի եւ շատ տհաճ է արձանագրել, որ երկրի ղեկավարը, ով կարող է անգամից կուսակցական միջոցառման ժամանակ ծնկի գալ, ցույց տալ, թե տեսեք, իբրև թե խոնարհում ունեն իշխանությունները զոհվածների, անհետ կորածների, հիշատակի եւ նրանց ծնողների առջեւ, բայց երբ որ առաջանում է ինչ-որ իրավիճակ, միանգամից բիրտ ուժ են ցուցաբերում, մասնավորապես Արսեն Ղուկասյան գիտենք, որ ունի առողջական խնդիրներ, բայց անգամից դա եթե դնենք մի կողմ, եթե մարդիկ 5 տարի իրենց հարցերի պատասխանը չեն գտել, իրենց զավակի հետ կապված հավաստի վերջնական ինֆորմացիա չունեն, իշխանությունները պարտավոր են ցուցաբերել ծով համբերություն, իրենց այդ հռչակած հանդուրժողականությունը այստեղ է, որ պիտի դրսևորվեր եւ նրանց հետ հարաբերվեին մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր համբերատար են, հանդուրժող են, անգամից ծնողներից հասումը արդարացիորեն լուր, կուլ տվող, իրենց պարտականությունները պատշաճ կատարող պաշտոնյաներ պետք է հարաբերվեին եւ այո, ծնողների հետ շատ զգուշ, չափավոր պետք է վերաբերվել։ Այս պարագայում այս դրսևորումները պատահական չեն, իշխանությունների բիրտ ուժի մարդկանց բանտերը լցնելու, ցանկացած ընդվզող, պայքարող անհատի դեմ ռեպրեսիվ մեքենա կիրառելու այս անհագուրդ ոլուցքը, որ իրենք ունեն, դա շարունակությունն է։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն պատասխանատու համարող քաղաքացի անկախ քաղաքական հայացքներից պետք է սատար կանգնի անհետ կորածների ծնողների այս պահանջներին, պայքարին, բայց խոշոր հաշվով լուծումը քաղաքական հարթությունում է եւ մենք լիահույս ենք, որ առաջիկա ընտրական գործընթացներում կամ առհասարակ որևիցե քաղաքական հանգուցալուծման ժամանակ այս ամոթի նվաստացման, Էրդողանի գրքով հանրությանը կրթելու այս խայտառակ տենդենսը որդեգրած իշխանություններին պատմության արխիվ ուղարկելով է, որ հնարավոր է շանս ստեղծել, որ եւ անհետ կորած կորածների ծնողները իրենց հարցերի պատասխանը փոքր-շատ է հավաստի ստանան եւ առհասարակ հասարակության մեջ այս ագրեսիայի, այս բիրտ ուժի, անհանդուրժողականության այս միտումները գնան դեպի անկում եւ մարդիկ լինեն հասկացված, ընկալված իրենց երկրում, իրենց հայրենիքում։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։